Իշխանությունը, բայց իր գիծը շատ հստակ է տանում, հանրայինի եթերում մենք տեսանք, թե ինչպես իրենք հայրենական պատերազմի թեման փաթեթավորեցին եւ ներկայացրեցին լրիվ այլ ռակուրսից, այսպես ասած, հանրայինի եթերում Արծրուն Հովհաննիսյանը պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա հայտարարում է, որ գերմանացիները Թուրքիան պիտի գրավեին, մասնատեին, մեզ էլ վերադարձնեին Արևմտյան Հայաստանը։ Մեր պապերն էլ փաստորեն սխալվել են եւ գնացել են հայրենական պատերազմում այս ճակատով են կռվել։ Էլ չասեմ, որ Ստալինգրադի հետ կապված նա նշում է, որ միֆ է, որ Ստալինգրադի ճակատամարտով մեր պապերը զսպել են թուրքերի ներխուժումը Հայաստան։ Առաջինը, ով է Արծրուն Հովհաննիսյանը։ Մարդ, որը որ ծառայում էր Հանրապետական կուսակցության ղեկավարության օրոք եւ միաժամանակ շատ արագ թռավ Նիկոլականների գիրկը։ Արդեն բնորոշում է, թե ով է այդ մարդը իր հիմքում։ Երկրորդ, այն մարդն է, ով որ պատերազմի ժամանակ խաբում էր ժողովրդին էկրանից, մեկ, եւ երկրորդը հուսալքում էր այս մեր ժողովրդի դիմադրողականությունը։ Ինչով էր հուսալքում։ Նրանով, որ աշխարհի ոչ մի պետության մեջ, պատերազմող պետության մեջ, պետական հեռուստատեսությամբ չի ցուցադրվում զոհվածների անուն, ազգանուն, տարեթիվ, հայրանուն, չգիտեմ, քաղաք եւ այլն։ Չի ցուցադրվում։ Դուք տեսել եք այդպիսի բան որևէ տեղ, որ պատերազմող պետությունը ամեն օր ասի, իմոց սպանվել են այս 100 հոգին անուններով, ազգանուններով, տարեթվերով, ժողովուրդն էլ նայի, սիրտը, այսպես ասած, կոծկվի, հոգին շուռ գա եւ ասեն դե լավ, ավելի լավ շուտ վերջացնենք, քան այս 18-20 տարեկան երեխեքը ամեն օր այսպես ցուցակներով զոհվում են, հասկանում եք։ Ինչի համար էր դա արվում։ Եվ ինչի էր դա արվում Արծրուն Հովհաննիսյանի ձեռքով, որպեսզի հայ ժողովրդի դիմադրողականությունը ոչնչացվի։ Նորմալ մարդը տեսնում է 18, 20, 22 տարեկան երեխեք զոհվում են, օրը անվերջ ցուցակներ են sense գնում, ոչ մի նորմալ մարդու պսիխիկան չի դիմանա։ Հիմա դուք պատկերացնում եք, օրինակ Ռուսաստանը պատերազմում է ուկրաինական ճակատում գլոբալիստների դեմ, եւ Ռուսաստանը ամեն օր ցույց տալ, այսքան մարդ է զոհվել։ 3 օր հետո այդ բանակը թողնի կգնա, որտեղ ժողովուրդը արդեն կտրամադրվի, որ թողեք այ մարդը ոնց կարելի է։ Սա դիվերսիա էր, դա հատուկ գաղտնի ծրագիր էր հայ ժողովրդի դեմ, որը իրականացնում էին Նիկոլականները Արծրուն Հովհաննիսյանի ձեռքով։ Արծրուն Հովհաննիսյանը երկը դրա համար մի օր դատվելու է։ Արծրունը հասկանում է, որ Արծրունների նմանները էլ այդպեսի լիքն են։ Նրանք հասկանում են, որ գալու է օրը նրանք պատասխան են տալու սեփական ժողովրդի դեմ գործած այդ հատուկ ծրագրի շրջանակներում։ Նրանք պատասխան են տալու եւ իրենք այսօր այդ գլոբալիստական ուժերին, ես ասում եմ, կրկնում եմ, աշխարհում գնում է կռիվ, բոլոր հասարակություններում, բոլոր պետություններում եւ այլն։ Այսպիսի արծրունիկները տարբեր երկրներում ծառայում են գլոբալիստներին, ինչու, որտեղ հույս ունեն, որ նախ եթե իրանք պարտվեն, գլոբալիստները պարտվեն, նրանք պատասխան են տալու շատ դաժան ձևի, եւ երկրորդը, եթե նույնիսկ այստեղ ուրեմն պարտվեն, գոնե փախնեն գլոբալիստների մոտ, ասենք Եվրոպա, Գերմանիա ասենք, որտեղ այն ինչ որ ասում էր Արծրունը, դա մարազմ է, երկի պատմաբանների գործը կթողենք պատմաբաններին, մանրակրկիտ փաստերով այդ ամեն ինչը ապացուցված է 100 անգամ, 1000 անգամ, հասկանում եք։ Արծրուն Հովհաննիսյանը կրկնում է գերմանական հատուկ ֆաշիստական Գերմանիայի հատուկ ծառայությունների նորատիվները, հեքիաթները, որոնք ուղղված էին հայերին ուրեմն ապակողնորոշելու համար։ Դա հատուկ ծրագիր էր, Աբվերի ծրագիրն էր, եւ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Գերմանիայում իշխանության եկել են ֆաշիստների թորները։ Հասկանում եք։ Ֆաշիստների թորները այսօր եկել են Գերմանիա։ Իշխանության եւ նմանատիպ գաղափարախոսություն այսօր
ոչ թե իրանք երրորդ Ռեյխի գաղափարախոսությունը զուտ գերմանական ֆաշիստական գաղափարախոսությունն են զարգացնում։ Նրանք դա տարածել են ամբողջ եվրոպական միության համար, ձևավորել են եվրոպական ֆաշիզմի գաղափարախոսություն կամ լիբերալիզմի գաղափարախոսություն, լիբերալ ֆաշիզմի գաղափարախոսություն եւ լիբերալ ֆաշիզմը ինչ է։ Օրինակ, եթե Եվրոպայում մեկը ասի, ես քննադատում եմ միասեռականների այսպես կոչված ամուսնությունը, նրանք կտանեն բանտ։ Ֆաշիզմ է, եվրոպական գլոբալիստական ֆաշիզմ։ Եթե մեկը ասի, օրինակ, ես իմ երեխային մի փորձեք թելադրել սեռափոխության կամ քարոզել սեռափոխության ուրեմն միտքը, նրան նույնպես կտանեն բան։ Այսինքն Եվրոպա գլոբալիստական ֆաշիզմը, որի առաջ տանողները հիմա բոլոր դեպքերում իհարկե Գերմանիան է, նրան միացած Ֆրանսիան, որպես հիմնական խոշորագույն առաջընթաց պետություններ Եվրոպայի, մնացածը դե մանր-մունր, ասենք Էստոնիա, չգիտեմ, դրանք առանձնապես դեր չեն խաղում, բայց այս երկուսը տանում են առաջ։ Եվ մենք գիտենք ով է Մակրոնը, հա, եւ իր կինը, ասենք տենց, հա, եւ ով է Գերմանիայում եկել իշխանության անուն առանուն գիտեն նրանց պապերը ովքեր են։ Հիմա այս մեծ ծրագիրը դա իրականացում է ամբողջ աշխարհում։ Հիմնական ծրագրի նպատակը իհարկե այդ գլոբալիզմի համաշխարհային հաղթանակն է եւ մարդկանց վերածելը, աշխարհի բոլոր մարդկանց վերածելը գլոբալիզմի ծառաների։ Մի հոտի, ոչխարների հոտի, որոնք չունեն ոչ ազգություն, ոչ ազգային պատկանելություն, ոչ իղձ, ոչ մտածելակերպ, ազգային մտածելակերպ, ոչ ինքնիշխանություն, ոչ մի բան չունեն։ Այլ նրանք ծառայում են գլոբալիստների համար։ Ով է դրան դեմ։ Հիմնականում Ռուսաստանը, որպես արևելյան քրիստոնեության պատվար, Չինաստանը եւ նրանց Միացյալ Նահանգները, որոնք դեմոկրատներին ուրեմն շպրտեցին, գլոբալիստական բոլոր այդ դոգմաները, պոստուլատները ջնջեցին, իհարկե նաև Հնդկաստանը, որը պահում է շատ բարդ ճակատ Պակիստանի դեմ, որը Պակիստանը դա էլ մեկ այլ ուղղություն է, որը համագործակցում է գլոբալիստների հետ, դա ուրեմն իսլամական ծայրահեղականությունն է։ Նրանք համագործակցում են գլոբալիստների հետ, համագործակցում են թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ եւ ամեն ինչ անում են, որպեսզի ուրեմն քրիստոնեությունը որպես աշխարհայացքային փիլիսոփայություն ոչնչացվի աշխարհի վրայից։ Այս իրավիճակում դրա համար ուրեմն Արծրունին քշփորեցին, հանեցին, բերեցին։ Հիմա հետեւել հարցն է։ Կամ լավ մատ հին անեկդոտ կա, ասում է կամ խաչը պարանոցից հանի, կամ անդրավարտիկը ցակի։ Հիմա Արծրունը աշխատում է այն ստորաբաժանման ղեկավար, որը ունի գրում է Բաղրամյանի, Մարշալ Բաղրամյանի խորհրդային միության հերոս, խորհրդային միության մարշալ Բաղրամյանի անունը։ Հիմա կամ եթե Արծրունը համարում է, որ այն ինչ անում էր խորհրդային միությունը եւ Մարշալ Բաղրամյանը սխալ է, ուրեմն պետք է Մարշալ Բաղրամյանի անունը հանեն։ Իսկ եթե Արծրունն է, իսկ եթե Մարշալ Բաղրամյանը ճիշտ է, ուրեմն Արծրունը պետք է դուրս գա այդտեղից։ Իդեպ բավականին կոշտ արձագանքել էր նաև Ռուսաստանի դեսպանը Հայաստանում, նա նշել էր, որ հնչեցված հայտարարությունները Արծրուն Հովհաննիսյանի կեղծ եւ սրբապղծական են եւ նա բացնամակ էր հղել պաշտպանության նախարարին։ Ինչ հետևանք է ունենալու այս ամենը։ Ես չեմ կարող կանխատեսել ինչ հետևանք կունենա Հայաստանում, որտեղ Հայաստանը անկանխատեսելի անտրամաբանական պետություն է։ Չես կարող կանխատեսել այս իշխանությունները ինչ դրանց ուղեղին ինչ կփչի, կամ նրանց ականջին իրենց վերադասները ինչ կասեն, հերթական, որովհետև ինչ էլ ասեն, սրանք պետք է կատարեն։ Սրանք այնքան
այնքան են մտել այդ դավաճանության դաշտի մեջ, որ էլ ինքնուրույն որևէ բան չեն կարող մտածել, հա, նրանց թելադրում են, սրանք կատարում են։ Գլոբալիստները սրանց թելադրում են, ասում են գնացեք, խոսացեք ձեր ամենասուրբ բաների դեմ։ Ցեղասպանություն, հայրենական պատերազմում հաղթանակ եւ հայ ժողովրդի զոհողությունը, հա, Արցախ, գնացեք դրանց դեմ խոսացեք։ Սրանք էլ, քանի որ սրանք ազգություն չունեն, գլոբալիստի ավելի շիտ, գլոբալիստի ծառան, գլոբալիստի ստրուկը, իսկ սրանք գլոբալիստների ստրուկներ են։ Նրանք ազգություն չունեն, սեփական կարծիք չունեն, սեփական միտք չունեն։ Դրանք պատրաստ են ասել, Գեբելսը ասում էր, եթե դու ասում ես ամենա անհավանական սուտը, բայց ասում ես շատ, դա կարող է անցնել որպես ճշմարտություն։ Հիմա սրանք Գեբելսյան մեթոդներով փորձում են առաջնորդվել։ Դե Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը եւ Հայաստանի այդ թվում իմ եւ մեր կուսակցության, մեր շարժման պահանջները, մեր գործընկեր ազնիվ հայ մարդկանց պահանջները հետեւյալն են, որ Արծրուն Հովհաննիսյանը կատարել է հանցագործություն, որը քրեական օրենսգրքով սահմանված է։ Ոչ միայն դավաճանություն հոդվածը, այլ բազմաթիվ հոդվածներ, բազմաթիվ Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային պայմանագրեր, որտեղ նացիզմն է դատապարտվում, հենց վերջերս, մոտ մեկ ամիս առաջ, Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկեց նացիզմի դատապարտման կոնվենցիայի օգտին։ Հայաստանը մի շարք այդպիսի միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ է ստորագրել եւ պարտավորվել է ուրեմն թույլ չտալ նացիզմի դրսևորումներ։ Այսինքն Արծրունիկը եւ մնացած նիկոլական այդ կամակատարները նրանք կատարում են պետական հանցագործություն եւ նրանք պետք է դատապարտվեն։ Գիտեք ինչ, այն ինչ անում են այդ մարդիկ, ավելի վատ է, քան նույնիսկ այն ինչ անում են այն հայհոյողները, այդ բակային մենտալիտետի գրողները, որտեղ դրանք պրիմիտիվ խուլիգաններ են։ Պրիմիտիվ խուլիգանի հարցը ընդհանրապես հեշտ է, ականջից բռնում ես, տանում ես 15 սուտկա, այդ հարցը լուծվում է։ Հա, կամ այն որ թաղապետն է մարծեցում, հա։ Դրանք պրիմիտիվ բաներ են։ Սրանցը գաղտնի հակահայկական ծրագիր է։ Եվ այդ գաղտնի հայկական ծրագիրը ուղղված է Հայաստանի վերջնական ոչնչացման։ Սրանից պետք է վախենալ, սրա դեմը պետք է առնել եւ պետք է առնել շատ խիստ։ Իսկ նամակը Ռուսաստանի դեսպանի նամակը ուղղված է պաշտպանության նախարարին, եւ պաշտպանության նախարարը պետք է արդեն անի իր հետևությունները եւ դա պատասխան։ Նա պահում է Արծրուն Հովհաննիսյանին այդ դիրքում, այդ պաշտոնում, այդ դեպքում իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը Արծրունի ասածների, արածների եւ հետևանքների համար։ Երկրորդ նա սահմանազատվում է դրանից եւ հեռացնում է այս ուրեմն ստոր հայտարարությունը անողին իր պաշտոնից։ Երրորդ տարբերակ չկա։